ըստ առաջացման պատճառի տարբերում ենք 4 հիմնական տեսակ։ Դրանք են ջերմային այրվածքները, էլեկտրական այրվածքները, քիմիական այրվածքները և ճառագայթային այրվածքները։ Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող այրվածքի տեսակը ջերմայինն է, որի դեպքում ձեր առաջին օգնության քայլերը պիտի ներառեն հետևյալ հիմնական փուլերը։ Այրվածքն առաջացնող գործոնի հեռացում, այրված մակերեսի սառեցում, գործողություններ վարակի ներթափանցումը կանխելու համար և անհրաժեշտության դեպքում ահազանգ շտապ օգնություն։ Այրվածքն առաջացնող գործոնը հեռացնելը կարող է իրենից ներկայացնել օրինակ տաք հարթուկի հեռացումը երեխայի տեսադաշտից, եռման ջրով լցված կաթսայի հեռացումը կամ էլ եռման ջրով ներծծված հագուստի հեռացումը։ Այրված մակերեսը սառեցնելու համար հարկավոր է պահել այն հոսող ջրի տակ առնվազն 15 րոպե։ Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար անհրաժեշտ է ծածկել այրված մակերեսը մանրէազերծ վիրակապով։ Եվ իհարկե անհրաժեշտության դեպքում ահազանգ շտապ օգնություն։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչ չի կարելի անել։ Չի կարելի վնասել կամ պատռել բշտերը, քանի որ մենք նման կերպով խախտում ենք մաշկի ամբողջականությունը և նպաստում ենք վարակի ներթափանցմանը։ Չի կարելի սառեցման նպատակով օգտագործել սառցեպար կամ սառույց, որովհետև ինչպես բարձր ջերմաստիճանի, այնպես էլ շատ ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջանում է հյուսվածքների վնասում։ Եթե այրվածքի հետևանքով հագուստը հալվել և կպել է մաշկին, չի կարելի պոկել կպած հագուստը։ Անհրաժեշտ է կտրել հագուստը կպած հատվածի շրջակայքով։ Եվ իհարկե չի կարելի քսել այրված մակերեսին կարագ, յուղ, տոմատի մածուկ, ատամի մածուկ, չիչխանի յուղ, մածուն եւ այլն։ Ինչու՞։ Որովհետեւ մենք այդպիսով առաջացնում ենք շերտ մաշկի վրա եւ խանգարում ենք, որ ջերմությունը մաշկից դուրս գա։ Այրվածքների դեպքում առաջին օգնության քայլերը։ Սառեցնել այրված հատվածը հոսող ջրի տակ։ Ծածկել այրված մակերեսը մանրէազերծ վիրակապով։ Զանգահարել շտապօգնություն։